Սրտի տանիքներով Մուսա Production Այնքան ուրախ եմ քեզ տեսնելու ես մեր տանիքում, ասա որ սիրում ֆանտաստիկ տանիք։ Շատ սիրուն է։ Իրականում ինքը բացառիկ տանիք է, ու CBS-ի տանիքն է, ու իրենք միշտ այնքան հյուրընկալ, այնքան ջերմ են մեզ դիմավորում, քեզ սուրճ հյուրասիրեցի, չէ՞։ Մեծ լենականի ներքևից սկսած հյուրընկալ մեզ դիմավորում են, այնպես որ շատ սիրում ենք իրենց ու իսկապես սա մի տեսակ Գարի Պոտերյան ֆիլմային շատ տանիք է իմ համար։ Շատ սիրուն է, ինքը բնությունը բերել ենք քաղաք, էլի, այն էլ բարձրացրել ենք 15 թվական, շատ լավն է։ Ես գիտեմ, որ 5 քույր ունես ու դու 6-րդ շատ սպասված տղա երեխան ես եղել։ Մի քիչ կպատմես քո մանկությունից։ Լավ էր տամպուճուրը լինելը։ Հա, դերս առած եմ այդ առումով, բայց այդ պատմությունը ես ծնվածս օրվանից լսել եմ ու լսում եմ մինչև այսօր տարբեր մարդկանցից ու խնդալում գիտես որն է, որ նույն մարդը կարող է մի քանի տարի մեկ տարբեր ձևով պատմել պատմությունը, տենց ես տարիների ընթացքում հավաքեցի այդ պատմությունը շատ խնդալ ու շատ լավ, շատ հուզիչ նաև պատմություն է ու որոշեցի դա բեմադրել, խաղալ։ Մեծ էր պատասխանատվությունը, ես այդ ռիսկին դժվարությամբ էի գնում, մոտավորապես մի 10 տարի մտածել եմ անեմ չանեմ, բայց հավաքեցի նյութը, հետո ամենակարևոր հարցին բախվեցի ով էր գրելու, ով էր բեմադրելու, գտա իմ լավ ընկերներին Ռաֆոն ու Տիկոն գրեցին, ինչը իմ սրտով եղավ ու Թովմասյան Վահանը պրոդյուսինգ արեց, մենք կարծեմ 22 թվականներ պրեմիերան արեցինք Գյումրիում, հետո մի հատ էլ Երևանում ու ինչ որ տեխնիկական հարցերի համար ստոպ ենք տվել, բայց այդ պատմությունը շատ լավն է, շատ հարազատ է ինձ ու ես կարելի ասել հասա իմ երազանքին, որ ինքը դառավ ներկայացում, որովհետև շատ էի պատմում ընկերներին, մտերիմներին բան ու մտածում էի, որ միգուցե ուղղակի հանդիսատեսին էլ հետաքրքիր կլինի այդ պատմությունները։ Դու այն ժամանակվա տեխնոլոգիաներով որ նայում ես դժվար ա եղել, չէ, հիմա շատ հեշտ է, նույնիսկ հիմա հեշտ է որոշեն ինչ սեր երեխա են ուզում ու միանգամից այդ հարցը լուծվում է, բայց այն ժամանակ գիտես, տենց չի եղել, առավել եւս չեն կարողացել հղիության ընթացքում նայել սերը ինչ է, տենց վերջի վարքյան սպասել եմ որ տղա է լինելու 1, 2, 3, 4, 5, հա, ու տարիների ընթացքում ես մեկ կատակում էի, ասում էի իմ անունս ոչ թե Տյոն պետքա դնեին, այլ վերջապես կամ ի վերջո ինչ որ տես մի բան ու չգիտեմ երևի ժամանակ ունենամ նորից մի հատ ներկայացումը հանենք բեմ Գիտես շատ եմ սիրում ես այնքան հակասական բան եմ ասել մարդիկ ասում են կարելի է երկրաշարժի պատմությունը սիրել բայց ես գիտեմ որ դու կոմպլեքսավորվում ես այդ պատմությունը պատմելուց այն առումով որ դու արդեն ասում ես պատմել ես իրան բայց խնդրում եմ պատմում որտեղ ես գիտեմ որ տանիքներովի հերոստադիտողը հետևորդը ուրիշ են գուցե չեն նայել իրականում հա երկրաշարժը դե բոլորիս համար դա շատ մեծ ցավ էր, մեծ սպի էր մեր կյանքում մնաց, բայց իմ կյանքում այդ պատմությունը մի քիչ խնդալու ստացվեց, չգիտեմ ինչ է դա կապված, միգուցե նրա հետ, որ հենց իմ հետ էր, երևի դրա հետ էր, ու մի անգամ տենց ետերով պատմեցի ու տենց գնաց այդ պատմությունները մի քանի տեղ պատմել եմ, հիմա էլ այն որ ասում պրծում չկա, մի հատ էլ պիտի պատմեմ, Ես երկրաշարժի առաջի օրը չգիտեմ ինչ եմ արել տանը, ինչ որ տրիբաջություն եմ արել, որ դասի չգնամ։ Մնացել եմ տանը մենակ։ Արդեն վերնագիր կա, էլի։ Ու 10 տարեկան, չէ՞։ 10 տարեկան եմ եղել, 4 դասան էի։ Ու տանը մենակ երեխեն ինչ պիտի անի, այն ինչը որ չի կարելի։ Կարելի։ Ու անպայման թակուն մամայից
Իսկ մայրը շատ խիստ էր, 40 տարվա մանկավարժ, բան տենց, որ մամայի դիտողությունը կարար կես աչք, կես հայացք, որ սաղ դնում էր տեղ, էլի, այդ ամեն ինչը ասում էր, այդ վախը սիրտս, բայց ամեն դեպքում ուզում էի իմ չարությունը անեի, իսկ չարությունս մեծ մեխը պլասկագուպցով տենց գազի վրա տաքացնում էի, դուրս էի գալի, տենց երկաթի կտորի վրա, դարբնություն էի անում մի խոսքով, այդ երկաթը կարմրացնել, տակ-տակ ծեծել, ես դա սիրեցի այդ օրը, ու մի քանի անգամ գնում եմ, տակացնում եմ, գնում եմ, ծեծում եմ, նորից եմ տակացնում, բայց դե վախը մեջ սա էլի, որ մաման չգա, մարդ չիմանա այս մասին բան, դե վերջը թաքուն եմ անում ու սկսում է այդ անտերը։ Սեփական տուն էր, չէ՞։ Հա, սեփական տուն ես դե չգիտեմ երկրաշարժն ինչ է, ես երկրաշարժ բառը ընդհանրապես չեմ լսել։ 88-ի երկրաշարժից հետո արդեն որ հասկացանք ինչ է, հետո մեծերը խոսում էին, որ 25 թե 26 թվին էլ է Գյումրիում էլի երկրաշարժ եղել, մենք առաջի անգամ էինք այդ պատմությունների հետ առնչվում, լսում, ու երբ որ սկսվեց, դե միանգամից պանիկան մոտս այդ կնոպկեն միացավ, որ ահա ինչ որ բան ես այդտեղ փչացրել եմ գազի հետ, հա, ու ինչ որ բան ես եմ արել, որ գազը տենց սկսեց շարժվել է, բան այդ կրիշկեն ընկավ, տենց բան կար, կաթ կար, ընկավ, էդ էլ շուռ եկավ, մի 9 մետր սենց օդի մեջ հորիզոնական գնաց է կպել եմ, այն պատին ընկել եմ, բան ու մեջս այդ վախն է, որ վсё, ես ավիրեցի ես համակարգը, դուրս եկա մեր տնից դուրս եկա բակ մեր ու լսեցի հարևանների ձայները, գորգորոց բան, 10 տարեկան էի, բայց հասկացել էի, որ գազը ամեն դեպքում համակարգ է, ինքը տրյուբով գնում է մյուս տնից է, մյուս տունը, ես մտածեցի, որ այդ շղթան ես ավիրել եմ, տենց է թում է։ Այդ ամբողջը քո պատճառով։ Հա, ես պատկերացնում ես իմ մեղքի բաժինը, ես որ շուռա գալի ինչ-որ բան, տենց սեփական տուն էր, բան չէր փլվել, բայց ինչ-որ պահարաններ, բաներ, էսկոմ եկան, ես դրանից չեմ վախենում, ես վախենում եմ, որ համակարգն եմ փչացի ու հեսա մաման գալու է։ Փորձեցի վազել դուրս ավելի, փողոց դուրս գալ, դարպասը փակ էր։ Հիշեցի, որ ես եմ փակ է, իմ չար գործ անելուց առաջ, ու բանալին տանն է։ Հիմա նորից պետք է ես հետ գամ, երբ որ հետ եկա, դե մի քանի ցնցումներ էր ու տարբեր էին ցնցումների ձևը, բան։ Ու երբ որ ես, չգիտեմ, երկրորդ թե երրորդ անգամն է արդեն այդ ցնցումի, որ ներս եմ մտնում, նորից է սկսվում, նորից վախում եմ շարունակել բանալի բնտրտուկները, դուրս եմ գալիս, նորից որոշում եմ դարպասի վրայով, հելնեմ իջնեմ։ Կապիկություն ամեն օր արել եմ, էլի այդ բանը։ Երբ որ արդեն բարձրացա դարպասի վրա, հորիզոնից ահագին բարձր էի, տենց մեր թաղում շենք կար, այդ շենքը երևաց ու տեսա ոնց իջավ այդ շենքը։ Այն որ իմ միտքը պատկերացնում ես, այդ համակարգը հասելա շենք արդեն։ Մի կերպ իջնում եմ փողոց, դրսում սաղ վազում են դուրս։ Ես նույնիսկ հիշում եմ մեր հարևանի տղեն մայկա տրուսիկով էր դուրս վազել, որ գնար երեխան մանկապարտեզեր էր։ Ով ոնց կարողացել է դուրս եկել ու ես արդեն փողոցի կենտրոնում սկսեցի լացել, որ վсё, էլի ես ինչ արեցի ես։ Ու հերվից տեսա մամայի սպիտակ խալատը, որ ինքը մանկապարտեզից վազելով գալիս է, մինչև ինձ կմոտենա, այդ մոտավորապես 100 մետրից ավել է, ես մեռել եմ ու վсё, էլ չկամ արդեն, սպանելու է ես անձ, էլի։ Մաման եկավ ինձ գրկեց։ Իզարմանես քեզ։ Հա, ասես չվախենաս բան ես։ Երկրաշարժա։ Ասի ես չեմ արել այս ամեն ինչ, ասես չի, ասի ուրա։ Ուրա։ Մի չգիտեմ, լաց եմ տեղ խնդամ։ Այս էլ այդ պատմությունը։ Ֆայ։ Ուրա։ Միակ մարդ եմ երևի, որ ես երկրաշարժի ժամանակ գոռացել է ուրա։ Բայ։ Բա։ Այդպես բան իմ հետ կնի, մենակ։
տարիներ առաջ, երբ որ վերվարածները նոր էր, ձեզ անգամ դժվար էր փողոցում ինձ թվում է քայլելը, ճիշտ եմ ասում։ Ես չկարողացա, ես երեխա ժամանակ էի Երևանում մետրո նստել մամայիս հետ։ Ու դրանից հետո այդ հասարակական տրանսպորտը վերացավ, բայց որ գնացի Պիտեր, այնտեղ այդ 2 տարի ծառավս հագեցրեցի, տրամվայ, էլեկտրիչկա, մետրո ինչ կար էլի։ Այդ ընթացքում որ եկա 15 թե 16 թիվներ մի հատ ֆիլմ նկարեցինք Դետերժան։ Կերպարը Սահակը, բլանդին էր, մազերս մորուք բան սա ներկել էին։ Կնոջս ասեցի արի մի հատ մետրո մտնենք, էլի մարդ չի ճանաչում, շորտիկով տես գլխարկով մարդ դրսի մարդ է էլի ասում են։ Այդ օրը այդ երազանքս կատարվեց, մտանք Երևանի մետրո։ Հա, մեկ է ուզում էի Հանրապետության հրապարակի այդ նստաններին նստեի։ Նստեի, ինձ մարդ չմոտենար, ես ուղղակի նստեի էլ։ Այդ 5 րոպեն էլ վայելեցի։ Հա, տրանսպորտ միջով հիմա էլ էլի, չգիտեմ ինչ կլինի։ Ճանաչում էին, դրանից էիր ամաչում նստեիր։ Հա, նայ, ճանաչելը լավ բան է։ Բայց այնքան բան հարցերել չեն տալիս, ախր հարց տալիս են իրանք է պատասխանում են, ախր գիտեն էլի սա, քեզնից լավ գիտեն։ Այն որ նույնիսկ սխալ բան կարող է իրանք իմանան, դու փորձես իրան ասես, որ դա սխալ է, ոստի, ուրեմն ես չգիտեմ։ Այդ այնց է։ Բայց հանրային մարդու համար, երբ որ դու այդքան հայտնի ես լինում, չէ, պահանջված ես լինում, մեկ էլ գնում ես Պիտեր, որ ոչ մեկ քեզ չի ճանաչում։ Լավ էր, տենց։ Իսկապես ես դրան կարոտ էի, ես այտենց բանի էի կարոտ, դրա համար դուրեկան էր այդ ամեն ինչը, չնայած որ ընդեղ էլ հայեր կային, ճանաչում էին ու այտենց դեպքեր շատ ա եղել, որ դրսում ես հասկացել եմ, դե տես չես տարբերում, չէ, հայը որնա վրացին, որնա, չէ, մինչև չխոսած բան էլի։ Ես իրանց ռեակցիաներից ջոգում էի, էլի, եթե չեն ճանաչում, որ հայ չեն, էլի։ Ու այտենց մի անգամ էլ խնդալու դեպք եղավ, հետս Պիտերում մի հատ գիտես ինչ իրավիճակա մոտես, որ վաղը փող է պետք։ Ոչ գործ կա, ոչ մի բան չկա։ Մեր լիստը որ կա հայտարարությունների, այտենց մի հատ ռուսական էջ կա, ավիտորու կարծեմ։ Այդտեղ նայում եմ ինչ կա։ Գործ, վաղը ինձ փող է պետք։ Կարդում եմ շպակլյով կա։ Ստրայցելնի գործեր են, էլի։ Մոտարպես պատկերացնում եմ դա ինչը, ոչ արել եմ կյանքում ոչ բան, էլի։ Սենց ինչ որ մի բան է։ Հա։ Շպատել բառն եմ, էլի տեղից գդե։ Ու խայծը կերա, այնտեղ գրած է քառակուսի մետրը կարծեմ 200 ռուբլի, ինչ որ անկապ հիմա թվեր եմ ասում։ Մի հատ 300 ռուբլի, խայծը կերա, զանգում եմ դրան, ու մտածում եմ, ասում եմ հանգարց այն կողմից մի հատ ախրքալակցի լավ տենց տղա չլի, էլի ասի արի բան։ Շատ մաքուր ռուսերենով այն կողմից խոսում են։ Ասում եմ ես կարող եմ գամ գործ ունենալ, բա հա, եկեք, ես ինչ հասցենա, գնում եմ։ Բարձում է ավտոսալոն է, նոր պետք է բացվի։ Մեքենաները եկել են արդեն ֆուրերի վրա կանգնած են, բայց չեն իջեցրել, որտեղ պատրաստ չի այդ ամեն ինչը, ու լիքը սև պլաշներով տղեկ են կայնած, լիքը ուզբեկներ են աշխատում։ Նայեցի, հասկացա որ իրանք հայ չեն, որտեղ ռեակցիա չկար իրանց աչքերին։ Ու ես ման եմ գալիս եմ մարդուն ու այդ հեռախոսով խոսացել եմ, էլի ու տեսնում եմ մի հատ կյաշ, ասի դու ես արի։ Ասի ես եկել եմ գործը, հա, ասում եմ, դավայ սկսի բան, ասում եմ, ես եկել եմ ուղղակի ծանոթանամ բան, էլի։ Պատրաստ եմ, գործիքներս չեմ։ Գործիք էլ չկա, շորել չունեմ, տենց բան գործի, էլի։ Գնամ վաղագամ, ասում եմ, չէ։ Ու տեղում հասկանում եմ, ինչի են սրանք 300 գրե, որտեվ շատ վրաս պետք է այդ ամեն ինչը արվի։ Դրա համար է այս զաջեշկեն եղել, ավտոներն այնտեղ կանգնած են, սա խառնված են, սաղի տրամադրությունը սենց հա բան։ Ասում եմ, լավ, օքեյ։ Զանգում եմ կնոջս, ասում եմ, ինչ-որ մի բան էլի, տաքսիով ճանապարհի, որ ես փոխվեմ գործ անեմ։ Այդ ընթացքում նայում եմ, այդ ինչ է այդ գործը։ Մարդիկ աշխատում են, գործ են անում, ինչ-որ փոշի լցեց ջուր բեդրոյի մեջ, տենց միքսերով խառնեց, վերցրեց, հա, ասի հասկացա։ Տաքսին գալիս է, գնում եմ շորեզ դիմավորելու։ Մի հատ մայկա ունեի։ Մեծ տառերով գրած Արմենիա։ Թուրքեր են սա։ Դի հակնում եմ, միջև է տենց շանտեղ չէին դնում։ Դի հակնում եմ, արդեն ուշադրության Որը շումա, որ պետք է այդ մայկան ունես։ Հա դե կինես ինչ գիտի ես որտեղ եմ։ Որտեղ 30 հոգի տենց երկար պլաշներով թուրքեր են կայնում։
Էդի հակնում եմ իրանց ռեակցիան միանգամից փոխվում է, մինչև այդ բանի տեղ չեն դնում ինձ էլի, դες 70 հոգի մարդ կա, ինչ տարբերություն ուզբեկա, էս էլ է ուզբեկ էլի, մեծ տարերով Արմենիան բան։ Այնտեղ փոքր սենյակներ կան, ասեց էս մի սենյակը տալիս են քեզ, որ դու դա անես, ասի օքեյ, ասի լավ է, էլի մարդիկ են, էլի սենյակի մեջ է մենակ։ Ոնց եմ անում։ Վերջը սկսեցի այդ նյութի հետ աշխատել է բան։ Ու գնում գալիս եմ, որ ամենակամ նոր բան ա պետք, ջուր ա պետք, կամ չգիտեմ ինչ ա պետք, պարկ ա պետք, որ բերեմ բան, այդ գնալ գալուց տեսնում եմ։ Սենց մի հատ լամպուչկով, սենց պատին պահած լամպուչկով, սենց մեկը շուշաթուղ տանու, սենց փոշի, սպիտակ, ինի ալուրել է սենց վրեն, էլի։ Սենց պիս խեն սենց անում, ինչի համար ա դա, էլի։ Դու մի ասա այդ անտերը որ քսում ես չորանում, վերջում պետքա շուշաթղթես, որ նորն է։ Հարթ լինի։ Ես էլ ես չգիտեմ որ պետքա շուշաթղթվի, արդեն այնց հարթ եմ այս ամեն ինչ արել։ Պետք չի։ Իրանք մաստեր են բաց, է։ Ու ես որ պրծնում եմ գալիս են այդ տուն ասում լարի, էլի։ Ես իմ գործը տես, ինձ փող ա պետք, էլի, շուտ առնեմ գնամ, սրանք գիտեն ես գնացել եմ տեղ ամիսներով աշխատեմ, էլի։ Ասում շատ լավ է, ասում վաղը կարող է գաս լամինատ կա խփելու, ասի թողեք գնամ տուն YouTube-ով նայեմ գոնե ոնց է նոր, դեղից թռել եմ։ Գիտեմ, որ 3 երեխա ունես, բայց տարբեր կանանցից, երկուսը մեկից, մյուսը մեկից։ Տեսակ գիտես, ինչ ես ինձի պերես տեղ, տեսակ գիտես։ Երբ է, որ հարաբերությունները վերջանում է։ Ինքը արդեն բառն ասում է, հարաբերությունները վերջանում է, հենց այդտեղից։ Ու վերջանում։ Բայց այդ ինչ-որ մի բան է, որ մարդիկ կամաց գնում են դրան, թե միանգամից ոչ ման չի լինում։ Ես չգիտեմ մարդկանց մոտ ոնց են գնում դրան, կամ միանգամից է լինում, թե դի ոնց է։ Այն որ ասում է, լինելու բանը լինում է։ Չես կարող խուսափես։ Այսինքն կարաս, շատերը այսօր կարող են դա անել, բայց դա այնքան սխալ է, բացի նրանից, որ ինքը էսթետիկ չի նայվում կողքից, բացի նրանից, որ ինքը սխալ է, է դրանք ջանդամ, սխալ է այդ մարդկանց համար, իրանք իրանց խապելով, որ ասում են մեր անունն է հել է դերասան, բայց սա խաղում են, այդ ահավոր է։ Բայց օրինակ դու որպես տղամարդ, ինչն է քեզ համար շատ կարևոր լինում, որ երբ որ դա զգում ես վերջանում է, քեզ զգում է չհերիքել։ Այդ ուշադրությունն է, հոգատարությունն է, թե սերը դա մի հատ ուրիշ բան է, որ դրա հետ կապ չունի։ Ես ես վերջերս մի հատ հետաքրքիր բան կարդացի ու համաձայն եմ հեղինակի հետ։ Ասում եմ գիտես ովքեր են ամուսնանում, ընդհանրապես։ Վախկոտ մարդիկ։ Ինչ է դա։ Հա, որովհետև մենակ չի կարողանում այս ամեն ինչը գլուխ բերել, այսինքն պարտնյոր է պետք, մարդ է պետք, կողքից ուժ է պետք, ու ես սկսեցի խալաստյակներին հարգել այդ առումով։ Միջև էդ ես բան էի իրանց նկատմամբ, բայց ինչի՞ չէ, էլի, ինչ նախանգարում, բայց հասկացա, որ մենակ ուրեմն ինքը կարողանում է հաղթահարել։ Այսինքն ովքեր որ ամուսն լավ իմ համար ասեմ, թող ոչ մեկին չեմ ուզում ներասնեմ, վախկոտությունից է դա։ Մի ուզում եք այդ բառը, ասեք կոպիտ է հնչում, չգիտեմ ինչ, հոմանիշներ մանում եկեք, այդ բառն է։ Ոչ էլ չագերտներ է պետք, վախկոտությունն է, որ մարդը զույգ է փնտրում։ Իսկ քեզ համար կարևոր է, որ քո կինը նաև քո ընկերը լինի։ Դու այսինքն Էդ է, հենց էդ է։ Կնոջդ հետ կիսվում ես։ Հա, եթե նայ, տուն քանդելը որ դու սկսում բալաջան։ Հենց այդ չկիսվելն է։ Այսինքն ոնց կարելի է մի մարդու հետ ապրել, նույն տանիքում։ Գախնիկ ունենաս, այսքան, չգիտեմ։ Ինչի համար է այդ։ Բա ինչի եք, ուրիշ տների մեջ ապրեք, աղբորպես։ Լավ չէ տենց։ Հա, պիտի այսինքն ընկերդ լինի։ Հա, ուրիշ տարբերակ չկա, հենց այդ է, էլի, հենց այդ պարտնյորը, հենց այդ ընկերն է, հենց այդ սյունն է, որ դու կարաս հենվես, դու ոնց իրան բան խապես։ Իսկ դու որ հիմա գնում ես տուն, օրինակ, չէ՞, քո առօրյան շատ հագեցած է, չգիտեմ, նկարահանումներ, ներկայացման փորձեր,
շինարարություն, հյուրատուն ենք սարքում, ուզում ասեմ, քո առօրյան այնքան բազմագույն է, ու քո հետ էլ առավել եւս որ միշտ տենց պատմություններ հենց քո հետ է պատահում։ Դու որ գնում ես տուն կնոջդ պատմում ես։ Չէ, գիտես ինչ, նայ, հա, եթե կարող են ինչ-որ խնդալու տես բաներ լինի, ասեմ, այսօր sense բան եղա, բայց ամբողջ օրս պատմեմ ինչ ա եղել, համ իրան է անհետաքրքիր 100%։ Համ էլ ես ոնց որ երկրորդ անգամ կրկնում եմ այդ ամեն ինչը, ինչ որ հետս եղել է, ժամանակի կորուստն եմ ես այդ ամեն ինչին, որտեղ ինքն էլ իր կյանքն ունի, ինքը իր աշխատանքն ունի, ինքն էլ է մտքերի մեջ, բերել այդ ամեն ինչը լցնել այդ ուղեղի մեջ, պետք չի ինձ թվում։ Ինչ որ տես խնդալու բաներ որ եղել է, կուրիոզ բաներ կամ կիսվում եմ, ասում եմ, sense խնդալու բան եղավ։ Ինքն էլ է, կստացի հումորով լավ, ինքն էլ է տենց բաներ անում։ Իսկ ինչը գրավեց, որ իր սիրահարվեց։ Ես ուղիղ խոսացող մարդկանց սիրում եմ, բայց իրանք քիչ են։ Շատ քիչ են։ Շատ եմ, ես ինքս չեմ կարողանում այդքան ուղիղ խոսալ։ Էլի սենց էս պատից էս պատը սենց եմ գալիս, որ հա ես իմ կյանքում տենց մարդ եղել է, որ աշխարհի ամենաուղիղն է խոսացել, դա իմ քերին է։ Շատ ուղիղ է, էլի, չկա դրա ուղիղ։ Հետո բացի ուղիղությունից քիչ բառեր, կարճ բառեր, քիչ նախադասություններ, այսինքն չկա ավելի նոր տառ։ Նույնիսկ կարող է տառել չլինի, նույն մամաս։ Ես հայացք էր ինքս, հերիք էր, սա այսքան ասեց, էլի, երկար չէր ասում, էլի։ Քերուծս հետո ուղիղ խոսացող մարդը կինս է։ Ինքն էլ ասենց, էլի։ Ասի դու ես ինչ ուժեղ մարդ ես։ Կարոտել էիր այդ ուղիղ։ Հա, որտեղ շատ քիչ են այդ մարդիկ։ Այսօր այնքան են, այս պատից են պատը։ Միգուցե պետք է, միգուցե, չգիտեմ, ինչ որ պերեգավորների ժամանակ դիվանագիտական տեխնիկա է դա, բայց կյանքում, չգիտեմ, ես չեմ կարող դա ընդունել։ Իսկ օրինակ կռվում եք։ Մեկ-մեկ այդ ուղիղը շատ ցավացնող է, չէ՞ լինում։ Մի հատ խնդալու բան ասեմ, չենք կռվել вообще։ Շետ էլ ախանդալու, շետ կրվել։ Երեխաներիդ մեջ բավականին մեծ է, չէ՞ տարբերությունը։ Եվ որ առաջնեկը ծնվեց, դու քեզ որպես պապ արդեն պատրաստ էիր զգում։ Գիտես, այդ մասին էլ եմ շատ մտածում։ Ընդհանրապես այդպես բաները, թե պապան, թե քերին, թե պապին, որ ասես, գիտես, այս տոճկում всё, ես հասկացա, всё, այդ սխալ է։ Առհասարակ ամեն ինչի համար դա կարող եմ ասեմ, որ չկա տենց կետ, որ դու վերջացրեցիր սովորելը, հասկացա, չէ, ինքը միշտ կա, միշտ։ Մեկ-մեկ որ հիմա տարիքից ենք տենց խոսում, ես տենց կես կատակ, կես լուրջ ասում եմ, եթե գիշեր երկու անգամ գնում ես զուգահան, ուրեմն այդ տարիքն է։ Ես վերջերս բայց շատ խնդալու բան եմ պալի տարեմ։ Երբ որ տրուսիկիդ մեջ ես դնում մայքի հետ։ Ուրեմն դու մեծացել ես։ Այսինքն մեծանալն ինչ ասում են, ծերերը պուճուր են, չէ՞, մեծանում են փոքրանում ենք, փոքր վաղտ ինչ ես արել։ Մաման ա քեզ քնցրել, չէ՞։ Փոքր վաղտ երկու անգամ զուգահան ես գնացել, մայք հետ դրել ես տրուսիկիդ մեջ։ Երբևիցե կմտածել, որ դա մեծանալու նշան։ Չէ, ես էլ չեմ դնում, բայց կգա, դրա վաղտը, հեսա գալի է։ Տես բաներ կան, այսինքն ես կյանքի հետ որ գնում ես, չգիտես 50 ես, 60 կլինես, թե չես լինի, այդ տարիքում ինչ կզգաս, ոնց կզգաս, պապան ինչ է, ինչ է վերջել, հələ պետք է հասկանաս։ Բայց շփումդ, օրինակ աղջիկդ ամենափոքրիկն է։ Շփումդ տարբեր է եղել։ Հիմա տարբեր է տղայիդ հետ ու աղջիկա հետ։ Երեքի հետ է տարբեր, որտեվ ես նայում եմ իրանց լիչնեստ ամեն մեկը, հա, անհատականություն, ամեն մեկ։ Ո՞վ է քեզ ամենից շատ նման բնավորությամբ։ Այ ամենից շատ բոլորի մեջ ինձ նման բաներ կա, բայց տարբեր տեղեր են այդ նմանությունները, համառություն կա աղջիկս, մեծ տղես էլ համառություն կա։ Հումորը մեջ կա։ Հումոր, հա, մեծ տղես ունի։ Փոքրս տենց փոքր տղես շատ խնդալու է, որ գնացի բան իրա մոտ ծառայում է։ Հրամանատարներից մեկի մոտ մտա,
ու որ տղես եկավ, ասեց, ես կա մեծ տղա ունես, ասեցի պոճուրս է։ Իրա հումորն էլ մի քիչ ուրիշ ձև է, իմը չի, այդ ֆորմատը չի, բայց իրան էլ է հետաքրքիր։ Իսկ իրանցից ինչ ես սովորել։ Իրանցից չեմ կարա հիմա ես տենց մատների վրա ասեմ կամ ինչ-որ բառերով ասեմ ինչ, բայց ինձ թվում է լավ բան, սերը, կյանքը, ապրել ուզենալու հնարավորությունը, որովհետև իրանք այդ ինձ տվել են ու տալիս են։ Եթե չեմ սխալվում, դու պատերազմ էիր, չէ՞ մեկնել։ Ես պատերազմի ժամանակ որոշեցի անեմ այն ինչ որ կարող եմ, որպեսզի ոչ ինչ-որ մեկին խանգարեմ, ոչ ոտի տակ ընկնեմ։ Ու ես հասկացա, որ ես կարողանալու էի մեքենա վարեի ու կազմակերպեցի ստեղից ընդեղ բաներ տանել, ընդեղից էլ մարդկանց էի բերում։ Ու հիմնականում կանանց աղջիկների շունիկ են բերեմ մի օր։ Բայց այդ արկերի տակ դու պատմեիր, որ գնում ես։ Պատմեիր ոչ թե պատմելու համար, այլ փորձերի ժամանակ, երբ որ մենք ներկայացման փորձերի ժամանակ այդ ընդհանրություն ունեն մենք, կամ դու բոլորից շուտ միշտ գալիս ես ու սպասում ես այդ առիթի ժամանակ, բայց այդ վախի զգացումը, երբ որ բոլորս էլ վախենում ենք մեր կյանքի համար։ Հավատա, ես այդ ժամանակ այդ օրերին մեռնելուց չեմ վախեցել։ Բայց որ հնարավորությունը շատ մեծ է եղել այդ օրերին, ամեն ժամ է եղել, բայց չգիտեմ ինչների մեջ ջնջվել։ Մի անգամ մի հատ պոստեր կային, որ ստուգում էին գնալուց, գալուց, արդեն Արցախում պոստ կար, որ ես մոտեցա, ինձ ասեցին, ճանաչեցին, ասեցին առաջ մի գնա, այնտեղ վտանգավոր է։ Այսինքն այսքան տեղի Ես անցածս ճանապարհի վտանգը, ես տենց չէի մտածել, այս գծից այն կողմ, տենց ինչ-որ բան կա, չնայած ես մի քիչ ուրիշ բանի համար դա ասացի իրանց։ Չգիտեմ, իրան կոնկրետ այդ մարդիկ էին թե չէ, բայց ես այդ օրերին շատ ստոր բաներ եմ տեսել, մեր կողմում կատարվող, հատկապես այդ բեռը, որ տարվում էր, ես ուզում էի տայի այն մարդկանց, ովքեր կռվում են, ովքեր վստահել են, ովքեր չեն գողանում։ Ես դրա համար ասեցի, ես չեմ վախենում, թողեք ես գնամ։ Ու հետագայում արդեն եղան դեպքեր, որ ես հասկացա, որ իրոք կար տենց բաներ, ինձանից անձամբ չգողացան, բայց չնայած որ ես ձևը գտա, ոնց չգողանալ, իսկ դրա միակ ձևը այն էր, որ ես հասնում էի, ասում էի դե մտով է, տղա ջան։ Հայա, ասում էի ունես ամեն ինչ, ես գնում եմ այդ հայի մոտ։ Գնում էի, ասում էի դե մտով է։ Հայա էլի եմ գնում։ Դե մտով է, թուր կա, առ։ Որ ես մի անգամ մեկ-մեկ ես խնդալով եմ հիշում այդ պատմությունները։ Մեզ որ տեսան, մեքենան որ տեսան, իրանք գիտես ոնց զարմացան։ Կապը լրիվ կտրվել էր իրանց ու իրականության հետ։ Իրանք գիտեին նույնիսկ Երևանը չկա։ Հասկանում ես։ Ու ես մի հատ այնպես կարևոր բան ֆիքսեցի, որ ասի գոնե մարդիկ իմանան ում համար են կռիվ անում, էլի, ասենք կանք, ախպեր, մենք ստեղ ենք։ Հենա, մեջքիդ հետ կանած եմ, ինչա քեզ պետք բերել եմ, ես կարագ չգիտեմ անդերը։ Ու որ տեսար տվեցիր, ինչ ասեցի։ Խնդացի, խոսացի, կանցավ գնաց։ Հա, տես դեպքեր էլ է, որ իրականությունից կտրվել էին իրար։ Իսկ ամենաշատը կյանքում ինչից ես վախենում։ Ես ապրել սիրում եմ։ Mən որ ասեմ, գիտես ինչ, մի քիչ էլ ապրեմ, որ էսի անեմ, մի քիչ էլ ապրեմ, էնի անեմ, ես իմ կյանքում ինձ թվում է ամեն ինչ արել եմ, ամեն ինչ հասցրել եմ։ 5 րոպեից էլ մեռնեմ, պետք չի։ Դուրս եմ ասում, հա, բայց ապրեմ ոչ թե իմ համար, ապրեմ տենամ էլի, ինչ եղավ, դու ոնց եղար։ Այն շենքը սարքին տեն չէ, ամեն ասնելուց տեն ասել են, այն փոսը տեն ասես տարիքը լցեն, կասվալ տեն թե չէ, տենց էլի։ Բանի հյուսիս հարավը որ նոր սարքում էին, նոր որ թիմներ հետ։ 9-10 թիվ էր։ Ու
աշտարակից որ դուրս էր գալի մոստի մոտ գրած էր որ կհանձնվի 2015 թվականին ասում էի Աստված ջան Ես դա կտեսնեմ։ ինձ այդ կյանքը տուր ես մի հատ այդ հյուսիս հարավով քշեմ էլի 26 թիվն ենք հորս արել մելը չի բրձե Մենք ունենք հրաշալի ընկեր սրտի տանիքներովը Ամյո բանկի մասին է խոսքը, ով ունի Visa Platinum քարտ, ով փայլուն ընկեր օգնական է բոլոր ճանապարհորդությունների ընթացքում։ Բայց իրենք ունեն քեզ ընկերության հետ կապված Blitz 3 քարտ։ Օ։ Ով է քո մտերմագույն ընկերդ։ Կինս։ Որ հատկություններով պարտադիր պիտի ընկերը տոշտված լինի։ Ոչ միայն ընկերս։ Ես կարծում եմ ցանկացած մարդու հետ պետքա շփվես, ինչ որ, չգիտեմ, գործ անես, աշխատես, պետքա ջնջվի սուտը, վերվի ես կողմ, որը ցավոք սրտի այսօր շատ է։ Բնականաբար, եթե այդ կա, ուրեմն մարդը անկեղծ է ու ավելի հեշտ է։ Այդ է ինձ թվում է։ Այսինքն սուտ բանը ցանկացած բանի մեջ է սուտ, այլ լբառը լնա, էլ հասա սուտ։ Ստացար։ Ստացար քոնը։ Մերսի։ Ես ուզում եմ ցույց տաս Visa Platinum քարտը եւ ասեմ որ քանի որ ունես արդեն դու էլ Ամյո բանկի Visa Platinum քարտը, ուրեմն դու կարող ես այս քարտով գնաս օթանավակայան, այն գրանցման հերթերը էլ չսպասես, պատկերացրիր, անցար որտեղ դու ունես այս քարտը։ Ճամպրուկներդ անվճար կփաթեթավորեն։ Ահա բիզնես սրահից անվճար կօգտվես։ Եթե շամպայն չես սիրում, սուրճ, խմորեղեն, ինչ կուզես, կհյուրասիրվես, որովհետև դու ունես այս քարտը։ Ես գիտեմ, որ դու մեքենա վարել սիրում ես, որտեղ ասես կվարես, չէ՞։ Ուրեմն քանի որ այս քարտը ունես, 30% եղջը վարձում ես ավտոմեքենա, ու Աստված մի արած չէ։ Այդ երկրում փչանում է, չէ՞, ավտոմեքենատ։ Գալիս են անվճար վերանորոգում, որտեղ դու ունես հենց ընկեր օգնական։ Շատ լավ է։ Ես գիտես ինչ էի մտածում այսքանը որ լսեցի։ Սաղին տեղը արեց։ Էլ ես ինչ եմ եթում։ Նա պահիր քեզ։ Ապրես, շնորհակալ եմ։ Կնոջդ մեջ շատ սիրում ես այդ ուղիղ խոսելը ու ասացիր, որ ինքը քո լավագույն ընկերն է։ Իսկ այդ ընկերոջդ հետ կա մի հատ ցած խելառ պատմություն, որը որ չեք մոռանում երկուսդ էլ։ Կա մի հատ շատ հին պատմություն հիշեցի։ Գնացքով, նույնիսկ չեմ հիշում, որ քաղաքից որ քաղաք են գնում։ Նու բան Նաչովկով էր։ Երկար էր, մի քանի օր էին գնում։ Մեր վագոնի մեջ մի հատ մենք նստեցինք, տեղարվեցինք, մեր հարևանը, այսինքն դիմացի նստանին ով որ պետք է նստեր, բերեցին մի հատ շատ բոյով, շատ այսինքն հաստ ոսկորներով մի հատ տղամարդ է, բայց պապի էլի տենց 70-ից ու ջայել մի հատ զույգ է իրան ուղեկցում։ Մենք հասկացանք, որ ճանապարհում են ու այս մարդը մեր ընկերն է լինելու մինչև X կետը։ Գնացին ու մենք ճանապարհ սկսեցինք ու դրանից մի քանի օր առաջ մի հատ շատ հետաքրքիր շատ սիրուն ֆիլմ էինք նայել «Մի օդ в голове»։ Ֆիլմը պատմում է մի տարեց մարդու մասին, ով ունի Alzheimer հիվանդությունը։ Շատ լավ ֆիլմ է, շատ սիրուն են նկարել, բան տենց վերջը, բան եկավ արցնեն հասավ գիշերվա ժամ, որ պետքա երևի մի քիչ քնենք, աճ կպցնենք։ Իսկ մեր դիմացի կողմում երկրորդ հարկում մի հատ ջայել տղա էր պարկած։ Ես արդեն աչքս կպել էր, մեկ էս մարդան ձեն տվեց ինձ, ասեց հել։ Ինչ եղավ։ Ասեց պապին գնում է։ Աստված իմ։ Ասում ոնց ուր է գնում։ Ես էլ չեմ հասկանում ինչա։ Մենք չգիտենք, որ այդ մարդը ինչ որ խնդիր ունի առողջական, ով էին այդ մարդիկ, ուր են ճանապարհում, մենք հետո ենք հասկացել այդ ամեն ինչը, շատ ցավալի էր այդ ամեն ինչը, որովհետև այս մարդուց ուղղակի ուզում էին բրծնեին, տենց էին ճանապարհը իրան։ Ու ես տեսա, որ նասկի հանեց ինքը իր պայուսակի մեջից ու նասկիների մեջից փող է հանում։ Ու գնում է։ Մինչև այդ մարդան շփվում է հետը բան այդ պապի հետ, ասի հել, գնաց պապդ, մի բան արա, ու ինքը ոչ մեկի չէր ենթարկվում, էլի։ Գնում է, ես իմ որտե ուզում է իջնի։
Դե պրավադնիցայի համար ինչ տարբերություն ունի, մարդը ուզում է իշնի, թող իշնի, բայց ուրիշ ձմեռվա կես բուկ դուսեսին, որ քաղաքն ենք, եսի մուտ ենք։ Մարդը մի կերպ համոզում է հետա բերում, որովհետև այնտեղ ասում է, որ ես կարդացել եմ Տոմսը, ինքը կարծեմ Ռոստով էին գնում, թե Ռոստովից Պիտեր էին գնում։ Այս ինչ տեղն է իշնելու, այստեղ պետք չէ էլի ես կայարանում իշնել։ Բերում ենք հետ նորից տենց լալված են, որ ուզում ենք քնենք, բայց վախում ենք, բան։ Որ պապին կգնա։ Ինքը մենակ էր։ Ինքը մենակ է, իրան ճանապարհեցին գնացին։ Այն որ արդեն նորից ուզում են քնել, նորից էլա պապին, այն որ ես մի երկու բառ փորձեցի կոնտակտի մեջ մտնել, ինձ չթողեց։ Սենց ջնջեց ինձ լրիվ։ Ու մենակ Մարտայի հետ, միակ Մարտնա, որ ինքը խոսում է, բան։ Ու գիտես ինչ կարգի է, ինչ ջնջե, որ Մարտային ասում ամուսնացած ես, կողքը նստած եմ, գիտես։ Մարտան ասում հա ինձ է ցույց տալի, ինքը вообще էլի չկամ, ես ջնջել այնց։ Մեկ էլ հերթական անգամ որ հելավ այն վերևի պարկած ջայել տողում, գնաց ու սենց խփելով։ Ասի հել մի բան արա եմ, ես տղենը չգիտի ինչա հանգարտ չհելնի ուրիշ պատասխանի բան։ Մարտան դից բերում է պապին, ասում է ինչ էր եղել, ասում է չտեսար կռիսները իր վրայով գնում էին, ես գնացել էի կռիսներին էի քշում։ Ու տեղ մենք այդ կինոյի այդ հերոսին բերեցինք, այս Մարտուն լրիվ նույնն է։ Հասանք այդ X կետը, չեմ հիշում քաղաքը, մենք սպասում ենք, որ տեսնենք էլի վերջ ինչա լինեն, ինչ որ մեկ գալու է դիմավորելու է, թե մենակ, հաստատ մենակ չենք թողնի։ Եթե ինքը մնար այդտեղ կմնայինք, մենք եթե կմնայինք, չգիտեմ հետո ինչ կներ, ինչ կանենք, բայց չենք թողնի։ Եկավ մի այլ զույգ, այն զույգից մի քիչ տարիքով հավանաբար իրանց ծնողներն էին ու հավանաբար այս մարդու երեխեքն են կամ տղենա կամ աղջիկը շատ սառը իրանք այդ մարդու հետ շատ։ Մենք փորձեցինք տենց մի հատ մտնել այդ արանքը, որ ամեն ինչ լավ է պապի հետ, բայց հասկացանք, որ իրանց ընդհանրապես հետաքրքիր չէր ու մոտարապես տենց բան մտածեցինք, որ իրան երևի վերջ արդեն տանում են, երևի ծերանոց, չգիտեմ, շատ սառներ էլ այդ ամեն ինչը։ Տենց բան ա եղել իմ ընկերոջ հետ, հետաքրքիր ճամփորդություն էր, բայց մենակ այդ չէր եղել այդ ճամփորդության ժամանակ, ինչ ասես եղել է։ Չեմ էլ հիշում ուր էին գնում։ Բայց երկուսդ էլ ինչ նման եք իրար, ինչ հոգատար եք։ Հա։ Հոգատար մարդիկ եք։ Դե հա։ Այսօր ինձ թվում է ամենահավարը անտարբերությունն է, գիտես, մարդիկ դարձել են անտարբեր, ու եթե դա իրանց չի վերաբերվում, իրանց չի ցավացնում, առհասարակ աշխարհում էլ այդ անտարբերությունը տիրում։ Եթե մեզ ա վերաբերվում, մենք բոլորս արթնանում ենք, բայց եթե կողքինին ա վերաբերում, դա մեզ չի անհանգստացնում, մեզ չի ցավեցնում, հա մեզ չի ճմկտում կամ չգիտեմ մեր հացին վայիշի դա մեզ չի անհանգստացնում։ Հա, այդ ինձ ինչը, այդ որ ինձ ինչ։ Ահա։ Երբ որ կա, այդ արդեն լավ չի էլի, այդ արդեն նշանակում է դու մենակ քո համար ես ապրում, բայց դա սխալ է, որովհետև այս ամենը մենակ քոնը չի։ Բոլոր ինձ է։ Դե ես մեկ-մեկ հիմիկվա, մանավանդ հիմիկվա աշխարհաքաղաքական դեպքերից ելնելով ես ապշած եմ ուղակի այս աշխարհի գերտերությունների ղեկավարների վրա, իրանք իմ համար ամենաանլուրջ մարդիկ են։ Իրանք մանկամիտ երեխեք տենց տենակում ռակետը ավելի թանկ, ավելի երկար, էդի չեք անում, էդի խաղալիքներով եք խաղում, էլի ես մոլորակը դրա համար չի, բայց է։ Արտեմ, որպես անհատականություն, որպես մարդ ձևավորվելու մեջ մեր ծնողները շատ կարևոր դեր են խաղում, բնականաբար։ Տան խորհուրդներ կյանքի վերաբերյալ, մարդկային արժեքների վերաբերյալ, որը որ իրանք սերմանում են, սենց դաջվում է մեր ուղեղի մեջ, անգամ ձայնն ենք հիշում իրանց։ Որոնք են այդ ուղեցույց հանդիսացող, քո տեսակը կերտող այդ խորհուրդները։ Պապայից, մամայից, ես ոնց հասկանում, օրինակ քերուտ մասին էլ ես շատ ասում, քերուտ։ Քերին էլ կա իմ ներկայացման մեջ, մաման էլ կա, պապան էլ կա։ Պապային քիչ եմ տեսել, ցավոք սրտի, ես 10 տարեկան էի, որ պապա մահացավ։ Երկրաշարժից։ Երկրաշարժից մի քանի ամիս առաջ պապա մահացավ։ Բայց մամայի հետ այդ ընկերությունը ես դրա վրա այդ ընկերություն չասեմ, բնության այդ ամենա ուժեղ բանը երեխեն իր ձակինը զգալը ու նույն հակառակը, ես իմ ու մամայի տարբերակից են կոն բան չեմ տեսել, ես ամեն օր իր բառերը օգտագործում եմ
ու նույն ձևի եմ օգտագործում։ Ասելուցս հետո ես հասկանում եմ, որ նույն ձևի ասի ես էդի։ Հիմա տենց ֆրազաներ չի գալի, բայց ամեն օր ինտոնացիան, ասելու ձևը, այդ ենթատեքստը ինչ էր դա նշանակում, դրա տակ ինչ կար, ամեն օր շատ լրիվ մամայի բառապաշարը, մտքի աշխատանքը, դրա այդ շարադրությունը, այդ շարադրել այդ նախադասություն ստանալը, որովհետև մամաս էլա Թոսունյան քերու ազգից են կարճ քիչ խոսող ավելնոր տարբան չկա էլի, ու ես միշտ այդ բանը սիրել եմ, չնայած որ ես չունեմ, քիչ է իմ մոտ մի քիչ է լևելը, բայց միշտ երազել եմ, որ հնարավորինս քիչ բառ օգտագործի ասելիքիդ մեջ, էլի, կարճ, ճետ։ Քիչ բառ, բայց ասելիքը։ Հա, շատ մեծ վարպետություն է։ Սովորաբար այն մարդիկ, ովքեր որ քեզ հարազատ են դառնում, մեկ էլ հանկարծ ցավացնում են քեզ կամ մեջքից հարված է ստանում, կամ դավաճանում են, կամ ավելի փոքր ինչ որ կենցաղային մի բան։ Սովորաբար այդ մարդկանց հետ հարաբերություններդ բարձում ես, ուզում ես փրկես այդ հարաբերությունները, թե լռում ես։ Գիտես ինչ, ոչ մի անգամ պետք չի մտածել, թե ում հետ ինչ հարաբերության մեջ ես եղել X ժամանակին ու հիմա։ Եթե այդ հարաբերությունը պետք է շարունակվեր, կշարունակվեր։ Եթե չէ, ո՞ւմ չէ։ Եթե չկա, հիմա նորից դա հետ բերել, չգիտեմ ինչ։ Բայց նայ, օրինակ ընկերոջդ հետ ինչ որ մի հատ դեպք է տեղի ունենում ձեր մեջ, որ ինչ որ մի բան անհամաձայնություն, որը որ քեզ խանգարում է, նեղացնում, դու մտքիդ մեջ մտածում ես, ինք այսինքն չպիտի վարվեր։ Կզանգես, ասես, չգիտեմ, Վալոդ։ Նայ, ախր այդ որ ասում ես, ինչ որ անհամաձայնություն է եղել։ Դրանք հա հարթվող բաներ են։ Բայց բան կա, որ չէ, էլի։ Հա։ Մածունը սև չի։ Էլ որ ասում եմ, ոչ գնա դուրս, ոչ արի, ոչ ինձ բան ուզի, ոչ հակառակը։ Ես չեմ էլ ուզում ապացուցեմ ինչի համար ժամանակի վատնում է դա։ Շարունակի կյանքի այն մարդկանց հետ, ում համար մածունը սպիտակ է, այն մարդ։ Այսինքն երբեք չես պարզում հարաբերություն։ Իմաստը։ Դա այդ մարդկանց ուզում ես պահես։ Չի պարզվելու, ես ինձ ասեմ։ Եթե, այսինքն ի՞նչն է քո մեջ փոխելու, եթե հիմա քո համար մածունը սև է, 5 րոպե հետո սպիտակ։ Դա ո՞նց կարող է մարդու մոտ տես բան լինի։ Եթե մարդու մոտ սև է, ուրեմն սև է։ Բայց կա որ դու իրավիճակը սենց ես տեսել, ես մարդը իր անկյունից է, չէ՞, բացատրում իրավիճակը։ Չէ՞։ Բայց բարդ է։ Շատ։ Բայց այնքան հեշտ է։ Բայց այնքան հեշտ է։ Քանի որ հյուրատուն ես, չէ՞, պատրաստում, մի հատ շատ լավ ընկերոջ հետ եմ ուզում քեզ ծանոթացնել։ Խոսքը մեր գործընկերն է Կտուր ԿՏԵՄ-ը։ Օպա։ Ուրեմն իրանք հիմա երկարացրել են կանանց միամսյակը։ Շատ լավ։ Հիմա մինչև ապրիլի 17-ը թիթերի փոխարինումը իրենք անում են 7% զեղչով։ Տանիքների փոխարինման համար ամենից հարմար սեզոնը սկսված է ու կարող են զանգահարել 812 եւ Կտուր ԿՏԵՄ-ի գործընկերները ինչ ես անում։ Գրանցում ես, բայց հեշտ է, մի հատ հիշի։ Այդ կարևոր բան է։ Մեկ այլ չեմ հիշում, 8 մի հատ էլ 812 Կտուր ԿՏԵՄ։ Բայց որ Կտուր ԿՏԵՄ-ին ասի Իտալ Սոլարն էլ իմացի, որ կարող ես հետո արևային վահանակներ տեղադրես, արևային կայան տեղադրես, համ էլ հոսանքը անվճար կլինի այդ հյուրատանը։ Շատ ճիշտ բան ես ասում ինձ, շատ շնորհակալություն։ Ես վատ բան կասեմ քեզ։ Չզավտ, գալիս եմ։ Դու գյումրեցի, Ֆրունզիկը գյումրեցի, Պրոշյանի կոնյակի գործարանի կողմից սիրով պատրաստված ֆրունզիկ, սիրով լի ամեն կումի հետ։ Այդ սիրո համար ուրեմն։ Ուֆ։ Իրոք շատ եմ սիրում։ Հավանեցիր, լավն է, չէ։ Մենք հիմա ռոզան ենք խմում, ես կարմիրը կտամ, դու քեզ հետ տուն կտանես։ Հա։ Ես կարող եմ հետ կվայելես։ Չէ։ Կարող եմ ինչև ես խմեմ պարաչուտով թռնել։ Չէ, վարելու ես, չէ, մեքենայով ես եկել։ Անդամնի մեքենան։ Ուզում եմ քեզ բլից հարցեր տամ։ Սկսենք։ Ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն։ Մտքով թե սրտով։ Ազատությունը,
Սրտով։ Մարդկային մեծագույն արժեք քեզ համար։ Մարդը։ Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։ Սկզբունք, որը երբեք չես դավաճանի։ Մարդ մնալ էլի։ Մարդ ենք, չէ՞։ Հա։ Մնալ մարդ։ Կնոջդ ամենակնքուշ բառը, որ ասում ես, ո՞րն է։ Կյանք։ Հա, բայց այդ արդեն չգիտեմ, քնքուշոտը չէ, արդեն դա անունին էլ է փոխարինում էլի։ Արդեն աղջիկս էլ է ասում մամային կյանք։ Կյանք։ Կյանքով ենք շփվում։ Վերջին անգամում ինձ ես ներողություն խնդրել։ Ներողություն։ Անես չի որ ուշուշա լինում այդ ամեն ինչ, շուշուտ։ Ես չեմ դժվարանում ներողություն։ Դա հաճելի է նույնիսկ։ Իսկ ում ես ասել, ես քեզ շատ եմ սիրում։ Աղջիկաս։ Ու ասում, որ հանդիպվես ինչ կասես։ Կասեմ բայ։ Ես քեզ շատ սիրել եմ։ Մենք որովհետև վերջերս ենք ընկերացել, բայց շատ ուրախ եմ, որ քեզ ճանաչում եմ, որովհետև դու այնքան հոգատար ու նրբանկատ մարդ ես, այդ հումորի տակ այնքան նուրբ շերտեր է թաքնված։ Շնորհակալ եմ, որ եկար տանիք ու շնորհակալ եմ, որ այսքան անկեղծ եղար ու կիսվեցիր քո պատմություններով։ Հիմա ուզում եմ, որ այս տանիքից բարձր գոռանք իրար հետ, դա իմ սիրած անտիստրեսն է։ Չէ, ես գիտեմ, որ դու բնության մարդ ես, դու շատ ես սիրում այն ամենավախենալու ժայռի գագաթը բարձրանում ես։ Հիմա ուզում եմ, որ այս ժայռի գագաթից գոռացած կաս։ Դե հիմա տանիքից կգոռանք իրար հետ։ Գնանք։ Հաղորդման գործընկերն է Պրոշյանի կոնյակի գործարանը։ Կտուր ԿՏՄ, Ամիո բանկը, Մուսա Production, Սրտի տանիքներով։